ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն մեղադրել է Ռուսաստանին ռազմավարական հարձակողական սպառազինությունների մասին պայմանագրի պահանջները չկատարելու մեջ եւ կոչ է արել կնքել նոր համաձայնագիր, որը կներառի նաեւ Չինաստանը։ Ռուսաստանը 2023 թվականին դադարեցրել է իր մասնակցությունը ՌՀՍՊ-ին, չնայած տարիներ շարունակ խախտել է դրա դրույթները։ ԱՄՆ-ն ընտրության առաջ է կանգնած միակողմանիորեն պարտավորվել կամ ճանաչել, որ նոր դարաշրջանը պահանջում է նոր մոտեցում, ոչ թե հին բարի ՌՀՍՊ-ն, այլ ինչ-որ նոր բան։ Պայմանագիր, որը ճանաչում է, որ Միացյալ Նահանգները շուտով ստիպված կլինի գործ ունենալ ոչ թե մեկ, այլ երկու միջուկային տերությունների՝ Ռուսաստանի եւ Չինաստանի հետ, նշել է ԱՄՆ պետքարտուղարը։ Ռուբիոյի խոսքով ամերիկյան կողմը գիտակցում է, որ գործընթացը կարող է ժամանակ պահանջել։ Նախկին համաձայնագրերը, այդ թվում ՌՀՍՊ-ն, հիմնված են եղել վաղեմի նախադեպերի վրա։ Ավելին դրանք կնքվել են երկու տերությունների միջև, ոչ թե 3 կամ ավելի։ Սակայն եթե ինչ-որ բան դժվար է տրվում, չի նշանակում, որ չպետք է ձգտենք նպատակին կամ բավարարվենք ավելի քչով, հավելել է պետքարտուղարը։ ԱՄՆ-ում Ուկրաինայի հարցով բանակցություններ վարելու ծրագրեր չկան։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, խոսելով Զելենսկու հայտարարությունների մասին։ Նա նշել է, որ դա չի քննարկվել։ Վերջինս հավելել է, որ շուտով կկայանա բանակցությունների նոր փուլը։ Աբու Դաբիում Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ուկրաինայի պատվիրակությունների մասնակցությամբ եռակողմ խմբի շրջանակներում անցկացված բանակցությունների երկրորդ փուլը ցույց տվեց, որ կա ընդհանուր հիմք ուկրաինական հակամարտության կարգավորման հետագա առաջընթացի համար։ Այս մասին հայտնել է ԱՄԷ-ի արտաքին գործերի նախարար Աբդուլլահ բին Զայեդ Ալ-Նահյանը։ Աբու Դաբիում անցկացված բանակցությունների երկու փուլերը հնարավորություն տվեցին անցկացնել իմաստալից եւ կառուցողական բանակցություններ եւ ցույց տվեցին ընդհանուր հիմքի գոյությունը, որի վրա կարելի է կառուցել հետագա գործընթացը, ասվում է նախարարի հայտարարության մեջ։ Դիվանագետի խոսքով Արաբական Միացյալ Էմիրությունները հանձնառու է ապահովել բանակցությունների համար այնպիսի մթնոլորտ, որը կնպաստի տեսակետների մերձեցմանը եւ խաղաղ լուծումների աջակցությանը։ Թրամփի վարչակազմը պատրաստում է Իրանում ռեժիմի փոփոխության դեպքում ժամանակավոր կառավարություն ձևավորելու ծրագիր, հաղորդում է The National-ը, հղում անելով աղբյուրներին։ Հրապարակման համաձայն ԱՄՆ նախագահի փեսան Ջարեդ Քուշները աշխատում է այդ նախագծի վրա։ Նրա խնդիրն է հավաքել Իրանը ամերիկացի գործարարների խումբ ներկա ռեժիմի անկման դեպքում անցումային իշխանության ստեղծման վերաբերյալ խորհրդակցություններ անցկացնելու համար։ Աղբյուրը նաև հայտնել է, որ Սպիտակ տան ներկայացուցիչները նախատեսում են առաջիկա օրերին հանդիպել իրանցի ընդդիմադիր գործիչների հետ Ֆլորիդայում։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Օմանում ԱՄՆ-ի եւ Իրանի միջև անցկացված բանակցությունները դարձել են լավ մեկնարկ, կապված Իրանի միջուկային ծրագրի շուրջ քննարկումների հետ։ Նրա խոսքով կողմերը համաձայնել են շարունակել շփումները, սակայն նախ անհրաժեշտ են խորհրդակցություններ երկու երկրների կառավարությունների հետ։ Դիվանագետը նշել է, որ բանակցությունների շարունակության վերաբերյալ վերջնական որոշումը կհայտարարվի ավելի ուշ։ Արաղչին ընդգծել է, որ գործընթացի հաջորդ փուլը կախված կլինի մայրաքաղաքներում անցկացվող ներքին քննարկումների արդյունքներից։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ New Start պայմանագիրը երկարաձգելու փոխարեն նա կարծում է, որ ավելի լավ է աշխատել նոր երկարաժամկետ համաձայնագրի վրա։ Մենք պետք է մեր մասնագետներին ուղղորդենք աշխատել նոր, բարելավված եւ արդիականացված պայմանագրի վրա, որը կարող է գործել նաեւ ապագայում, այլ ոչ թե երկարաձգել New Start-ը, մի համաձայնագիր, որի շուրջ Միացյալ Նահանգները վատ է բանակցել եւ ավելին լրջորեն խախտում է այն, նշել է ԱՄՆ նախագահը։ Ադրբեջանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Միխայիլ Եվդոկիմովը կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն։ Ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդմամբ Ռուսաստանի դեսպանին բողոքի նոտա է փոխանցվել ՌԴՊ-Դումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի ղեկավարի առաջին տեղակալ Կոստանտին Զատուլինի Բաքվում պահվող հայգերիների մասին հայտարարության պատճառով։ Հանդիպման ժամանակ ռուսական կողմին կոչ է արվել ձեռնարկել համապատասխան միջոցներ։ Դադարեցնելու Զատուլինի նման անձանց ապակառուցողական գործունեությունը, որոնք փորձում են խաթարել տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը, ինչպես նաև Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջև հարաբերությունները, ասված է հաղորդագրության մեջ։
Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է հրամանագիր ազգային ժողովի հերթական ընտրությունը 2026 թվականի հունիսի 7-ին նշանակելու մասին։ Ղեկավարվելով Սահմանադրության 91-րդ հոդվածի առաջին մասով եւ 93-րդ հոդվածով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք Սահմանադրական օրենքի 103-րդ հոդվածի 2-րդ մասը, ազգային ժողովի հերթական ընտրությունը նշանակել 2026 թվականի հունիսի 7-ին։ Սույն հրամանագիրը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդ օրվանից, նշված է հրամանագրում։ Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը նամակով դիմել է ԱՄՆ փոխնախագահ պարոն Ջեյմս Դեյվիդ Վենսին, ով այս օրերին ժամանելու է Հայաստան։ Նամակում ասված է. «Այսօր ձեզ գրում եմ ոչ միայն որպես հոգևոր առաջնորդ, այլև որպես հովիվ տեղահանված հոտի, որի պատմական եկեղեցիները, հազարամյա կրոնական հուշակոթողներն ու սրբավայրերը ներկայումս գտնվում են լուրջ վտանգի ներքո։ Բաքվի բանտում ապօրինաբար դեռևս պահվում են մեր հայրենակիցները, որոնք պատանդ են վերցվել 2023 թվականի սեպտեմբերի 20-ի պաշտոնական զինադադարից եւ Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի իշխանությունների ստորագրած պայմանագրից հետո, բացի դրանից մենք ունենք բազմաթիվ անհետ կորածներ վերջին Արցախյան պատերազմից։ Այս վճռորոշ պահին դիմում եմ ձեզ մեծ հույսերով, խնդրելով ձեր անհապաղ բարոյական եւ դիվանագիտական առաջնորդությունը երկու խորապես մարդասիրական եւ հոգեվոր նշանակության հարցերում։ Առաջինը հայ ռազմագերիների եւ պատանդների վերադարձը, ինչպես նաեւ անհետ կորածների կամ նրանց աճյունների որոնումը 2023 թվականի սեպտեմբերի ռազմական գործողություններից հետո կալանքի մեջ մնացող հայ գերիների ճակատագիրը մեծ ցավ է պատճառում մեր համայնքներին եւ խոր վերք հասցնում անհետ կորածների ընտանիքներին։ Երկրորդ Արցախի թեմի եկեղեցիների, քրիստոնեական հուշակոթողների եւ պատմական գերեզմանների ոչնչացումը, որը մաս է կազմում համաշխարհային կրոնական ժառանգության Արցախի մեր հնագույն եկեղեցիները, վանքերը, գերեզմանատները, հուշարձանները, որոնք այսօր կանգնած են լուրջ վտանգի առջև եւ օրեցօր ոչնչացվում են, անբաժանելի մաս են քրիստոնեական աշխարհի նյութական եւ հոգեվոր ժառանգության, ասված է Փաշինյանի կողմն անցած Արցախի թեմի առաջնորդի նամակում։ Վերաքննիչ դատարանը այսօր փետրվարի 6-ին հրապարակել է Շիրակի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Միքայել arczepiskopos Աջապահյանի կալանքը վերացնելու փաստաբանների միջնորդության վերաբերյալ իր որոշումը։ Դատարանի որոշմամբ նրա նկատմամբ կիրառվել է տնային կալանք։ Սրբազանին կարող են տեսակցել միայն մերձավոր ազգականները, պաշտպանները, Շիրակի թեմի հոգևոր դասի 1 ծառայող ու վարչատնտեսական մասի 1 աշխատակից։ Նախորդ նիստում պաշտպանական կողմը միջնորդություններ ներկայացրել կալանքը վերացնելու վերաբերյալ հաշվի առնելով arczepiskopos-ի վիճակը, նրա առաջիկա երկրորդ վիրահատությունը եւ վիրահատությունից հետո քրեակատարողական հիմնարկ վերադառնալու հետ կապված վտանգները։ Դատապարտելի է Հայաստանի Հանրապետության իշխանությունների անտարբերությունը Բաքվում Սարքովի դատավճիռների նկատմամբ։ Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի ազգային ժողովը, անդրադառնալով Ադրբեջանի Հանրապետությունում հայ ազգի ռազմագերիների նկատմամբ իրականացված դատավարություններին եւ դատավճիռներին։ Անընդունելի եւ դատապարտելի է Հայաստանի Հանրապետության իշխանությունների շարունակական անգործությունն ու անտարբերությունը ոչ միայն հայրենակիցների նկատմամբ ներկայացված շինծ ու մեղադրանքների ու կայացված Սարքովի դատավճիռների նկատմամբ, այլև քաղաքական կարճատեսությունը, քանի որ դրանով Հայաստանի Հանրապետության դեմ ձևավորվում են ապագայում ներկայացվելիք մեղադրանքների հիմքեր, որպես ահաբեկչությունը խրախուսած պետություն։ Արցախի Հանրապետության ազգային ժողովը հայտարարում է, մենք հետևողականորեն պայքարելու ենք մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանության ու մեր ժողովրդի հայրենի բնակավայրեր վերադառնալու համար եւ համոզված ենք, որ ի վերջո արդարությունը հաղթելու է եւ իրական հանցագործները ստանալու են իրենց արժանի պատիժը, ասված է հայտարարության մեջ։ Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը։ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին Սանկտ Պետերբուրգում Հայաստանի Հանրապետության նախկին գլխավոր հյուպատոս, Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախկին պատգամավոր Ռուբիկ Հակոբյանից եւ վերջինիս փոխկապակցված անձից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 5 անշարժ գույք, 1 գույքի գնման իրավունք, 2 տրանսպորտային միջոց։ Ոստիկանության պաշտոնյան մեղադրվում է տուգանքի բազմաթիվ կեղծ արձանագրություններ կազմելու մեջ, պաշտոնավարումը կասեցվել է։ Հակակոռուպցիոն կոմիտեն քրեական վարույթ է ներկայացրել ոստիկանության պաշտոնատար անձի նկատմամբ 13 քաղաքացիների անունից կեղծ 17 վարչական արձանագրություն կազմելու եւ դրանց հիմքով տուգանելուն մասնակցելու համար։ Նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հակակոռուպցիոն դատարան։ Հակակոռուպցիոն կոմիտեից պարզաբանում են, մասնավորապես հիշյալ պաշտոնատար անձը 2023 թվականի հունվարի 4-ից ապրիլի 3 ընկած ժամանակահատվածում 13 քաղաքացիների կողմից օրենքով նախատեսված վարչական որևէ իրավախախտում կատարած չլինելու պայմաններում առանց վերջիններիս մասնակցության նրանց վերաբերյալ կազմել է իրավաբանական պատասխանատվություն առաջացնող 17 կեղծ արձանագրություն, դրանք դնելով պաշտոնական շրջանառության մեջ։
Ոստիկանության պաշտոնատար անձի գործողությունների հետևանքով հիշալ քաղաքացիները տուգանվել են 50,000 դրամով։ Պաշտոնեական կեղծիք կատարելու համար ոստիկանության ծառայողին մեղադրանք է ներկայացվել քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի առաջին մասով նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել Հայաստանի Հանրապետությունից բացակայելու արգելքը եւ պաշտոնավարման կասեցումը։ Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է եւ վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հակակոռուպցիոն դատարան, ասվում է հաղորդագրության մեջ։ Ուկրաինայում հակամարտության կարգավորման բանակցությունների հաջորդ փուլերը կարող են տեղի ունենալ Միացյալ Նահանգներում։ Այս մասին հայտարարել է նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։ Մինչ այժմ ասվածի համաձայն հաջորդ հանդիպումները նախատեսված են մոտ ապագայում, հավանաբար Ամերիկայում։ Հայտարարել է Զելենսկին առանց ձևաչափը նշելու։ Նա նշել է, որ Ուկրաինան պատրաստ է բոլոր աշխատանքային ձևաչափերին, որոնք կարող են մոտեցնել խաղաղությունը։ Վերջինս հավելել է, որ հակամարտությունը պետք է ավարտվի այնպես, որ Ռուսաստանը պարգև չստանա։ Ուկրաինան կարող է կորցնել Օդեսան եւ Կիևը, եթե համաձայնության չգա Ռուսաստանի հետ։ Նման հայտարարությամբ հանդես է եկել ԿՎՀ նախկին վերլուծաբան Լարի Ջոնսոնը։ Նա նշել է, որ Ռուսաստանը դեռևս ցանկանում է Ուկրաինային հնարավորություն տալ մնալ նորմալ երկիր։ Այնուամենայնիվ, Մոսկվայի յուրաքանչյուր հաջորդ բանակցային առաջարկ կարող է ավելի վատը լինել, քան նախորդը։ Ուստի Կիևը պետք է հնարավորինս շուտ համաձայնվի խաղաղության։ Եթե նրանք հիմա չընդունեն այս գործարքը, ապա հաջորդ առաջարկը կնշանակի, որ նրանք կկորցնեն Օդեսան եւ հնարավոր է նաեւ Կիևը, կարծում է Ջոնսոնը։ Նրա խոսքով, արևմտյան դաշնակիցների աջակցությունը չի բարելավի Կիևի իրավիճակը առաջնագծում կամ չի կանխի Ուկրաինայի ռազմական պարտությունը։ Այժմ գլխավոր հարցն այն է, թե ինչ տեսք կունենա այդ պարտությունը։ Աբու Դաբիում անցկացված երկօրյա բանակցությունները ցույց են տվել դրական դինամիկա Ուկրաինայի հակամարտության կարգավորման գործում։ Հայտնում է ամերիկյան Responsible Statecraft պարբերականը։ Թվում է, թե ռուս եւ ուկրաինացի պաշտոնյաները Աբու Դաբիում անցկացված ուղիղ բանակցությունների երկրորդ օրվա արդյունքներով հասել են լուրջ առաջընթացի խաղաղ համաձայնագրի ճանապարհին։ Նշվում է հրապարակման մեջ։ Կողմերի երկու պատվիրակությունների ղեկավարների զուսպ օպտիմիստական մեկնաբանությունները դարձել են առաջընթացի կարևոր ցուցիչ։ Նրանք բանակցությունները գնահատել են որպես բովանդակային եւ արդյունավետ, նշել է պարբերականը։ ԱՄՆ-ն պատրաստ է ընդլայնել իր միջուկային ներուժը եւ իրականացնել մի շարք այլ քայլեր, եթե դա պահանջվի անվտանգության ոլորտում ստեղծված իրավիճակից, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը զինաթափման եւ միջազգային անվտանգության հարցերով Թոմաս Դինանոն։ Անվտանգության ոլորտում իրավիճակին արձագանքելու շրջանակներում ներառվում են գործող ուժերի ընդլայնումը, մեր ուժերի դիվերսիֆիկացումը, նոր գործողությունների թատերաբեմեր ընդգրկող միջուկային ուժերի ստեղծումն ու տեղակայումը, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում մեր միջուկային զսպման հայեցակարգում փոփոխությունների կատարումը, ասել է նա Ժնևում զինաթափման հարցերով հանձնաժողովում ունեցած ելույթի ընթացքում։ Ամերիկայի կաթոլիկական պաշտպանության կազմակերպությունը Կաթոլիկ Vote-ն անդրադարձել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան եւ Ադրբեջան առաջիկա այցին եւ այդ համատեքստում Բաքվում պահվող քրիստոնյա հայ գերիների ազատ արձակման կարեւորությանը։ Պարբերականը զրուցել է Ռուբեն Վարդանյանի որդու Դավիթ Վարդանյանի հետ։ Փոխնախագահ Ջեյ Դի Վենսը պատրաստվում է այցելել Հայաստան եւ Ադրբեջան։ Այցին ընդառաջ բանտարկված հայ քրիստոնյայի որդին կոչ է անում Թրամփի վարչակազմին ճնշում գործադրել 2023 թվականի սեպտեմբերից Ադրբեջանում պահվող բանտարկյալներին ազատ արձակելու համար։ Թրամփն ասել է, որ այցի հիմքում 2025 թվականի օգոստոսին Սպիտակ տանը հայտարարված խաղաղության շրջանակն է, որը նպատակ ունի վերջ դնել Լեռնային Ղարաբաղի շուրջ տասնամյակներ շարունակվող տարածքային վեճին։ Վարդանյանի խոսքով օգոստոսյան իրադարձությունը չի հանգեցրել խաղաղության պայմանագրի ստորագրման, նախաստորագրվել է շրջանակային տեքստ, որում չի խոսում ձերբակալված հայերի մասին։ Վարդանյանը շնորհակալություն է հայտնել Թրամփին եւ ԱՄՆ-ին ամբողջ աշխարհում քրիստոնյաների պաշտպանությունն առաջնահերթություն համարելու համար եւ նշել, որ Թրամփը նախկինում անդրադարձել է հայ բանտարկյալների ճակատագրին։ Ըստ OC մեդիայի օգոստոսին Թրամփը Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին ասել է, որ մտադիր է խնդրել ազատ արձակել Ադրբեջանում պահվող բանտարկյալներին եւ ասել, որ հավատում է, որ Բաքուն կհամաձայնի։ Վարդանյանը կարծում է, որ սա եզակի հնարավորություն է կրկին աշխարհին ցույց տալու, որ նախագահն ու փոխնախագահն իրենց խոսքի տերն են։ Ըստ նրա, փոխնախագահը կարող է օգնել բանտարկյալների ազատ արձակմանը տարածաշրջանային առաջնորդների հետ անմիջական շփման միջոցով։ Սա փոքր ջանքերով մեծ արդյունքի հասնելու հնարավորություն է։ Կարծում եմ, որ փոխնախագահի աջակցությամբ նրանց կարելի է վերադարձնել տուն։ Հույս է հայտնել Ռուբեն Վարդանյանի որդին։
Մոսկվայում անհայտ անձը կրակել եւ ծանր վնասել է Ռուսաստանի գեներալ լեյտենանտ Վլադիմիր Ալեքսեևին, ով զբաղեցնում է ռազմական հետախուզության բարձր պաշտոն։ Վերջինս շտաբ տեղափոխվել է հիվանդանոց բազմաթիվ հրազենային վնասվածքներով։ Նախնական տվյալներով պատասխանատվություն դեռ ոչ ոք չի ստանձնել։ Ալեքսեևը հայտնի է մասնավոր ռազմական ընկերությունների վերահսկման իր դերով եւ Կրեմլի մոտ գտնվող օպերատիվ կառույցներում իր ղեկավարությամբ եւ անցյալում եղել է ԱՄՆ-ի եւ Եվրամիության պատժամիջոցների թիրախում։ Ռուսաստանի Դաշնության Պետդումայի պաշտպանության հանձնաժողովի անդամ Անդրեյ Կոլեսնիկը հայտարարել է, որ Ուկրաինան կարող է լուրջ կորուստներ կրել, եթե չընդունի Ռուսաստանի առաջարկած պայմանները հակամարտության կարգավորման շուրջ։ Նրա խոսքով կողմերը պետք է հասնեն համաձայնության եւ փոխզիջումների, սակայն Ռուսաստանը նրա գնահատմամբ շարունակում է որոշիչ դեր ունենալ բանակցային գործընթացում։ Վերջինս նաեւ նշել է, որ հակառակ դեպքում Ուկրաինայի համար իրավիճակը կարող է ավելի բարդանալ։ Օմանում սկսվել է Իրանի եւ ԱՄՆ-ի միջև բանակցությունների նոր փուլը։ Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամի կարգավորման հարցում։ Այս մասին հաղորդում է Ֆարս գործակալությունը։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը, Իրանի պատվիրակությունը ղեկավարում է արտգործնախարար Աբբաս Արաղչին, իսկ ամերիկյան կողմը ներկայացնում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիթքոֆը։ ԱՄՆ-ի վիրտուալ դեսպանատունը Իրանում իր պաշտոնական կայքում կոչ է արել ամերիկացի քաղաքացիներին անհապաղ լքել Իսլամական Հանրապետությունը, անմիջապես լքեք Իրանը, նշվում է հաղորդագրության մեջ։ Ամերիկացիներին խորհուրդ է տրվում գտնել անվտանգ վայր եւ ապահովել սննդամթերքով, ջրով եւ անհրաժեշտ դեղորայքով։ Հունգարիան չի աջակցի Հյուսիսատլանտյան դաշինքի դաշնակիցների գործողություններին, եթե նրանք որոշեն ուղարկել իրենց զորքերը Ուկրաինա, քանի որ դա կնշանակի պատերազմի սկսում Ռուսաստանի Դաշնության հետ։ Նման հայտարարությամբ հանդես է եկել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, մեկնաբանելով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի վերջերս հնչեցրած հայտարարությունը։ Փետրվարի 3-ին Ուկրաինայի Գերագույն Ռադայում Կիև կատարած այցի ընթացքում Ռյուտեն նշել էր, որ ցանկացողների կոալիցիայի զինված ուժերը կսկսեն տեղակայվել Ուկրաինայի տարածքում անմիջապես Ռուսաստանի հետ խաղաղության համաձայնություն կնքվելուց հետո։ Վերջինիս խոսքով դրանք կգործեն երկրի վրա, ծովում եւ օդում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ձգտում է վերականգնել հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ որպես մեծ տերության։ Դրա մասին է վկայում երկու երկրների պաշտպանության նախարարությունների միջև փոխգործակցության վերականգնումը։ Այս մասին Washington Post-ին հայտնել է պաշտոնաթող կոնտրադմիրալ Մարկ Մոնտգոմերին։ Թերթը հայտնել է, որ պաշտոնյաների խոսքով ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը կվերսկսեն բարձր մակարդակի ռազմական երկխոսությունը, որը կասեցվել էր Ուկրաինայում հակամարտությունից առաջ։ Հրատարակությունը նշել է, որ սա հստակ նշան է այն բանի, որ Թրամփի վարչակազմը ձգտում է կարգավորել հարաբերությունները Մոսկվայի հետ, չնայած New Start պայմանագրի ժամկետի ավարտին։ Սա եւս մեկ ապացույց է այն բանի, որ Թրամփը ձգտում է վերականգնել հարաբերությունները Ռուսաստանի հետ որպես մեծ տերության, ինչպես նա փորձում է դա անել Չինաստանի հետ, որտեղ նախագահը նույնպես պահպանում է ռազմական կապեր, մեկնաբանել է Մոնտգոմերին։ Օրերս քաղաքացու նկատմամբ բռնություն կիրառած ոստիկանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանք։ Այս մասին հայտնել են քննչական կոմիտեից։ Գլխավոր դատախազությունից հայտնել էին, որ դեպքի առթիվ փետրվարի 4-ին քրեական վարույթ է նախաձեռնվել, այսօր էլ դատախազի կողմից հանրային քրեական հետապնդում է հարուցվել Հայկ Հակոբյանի նկատմամբ քրեական օրենսգրքի 450-րդ հոդվածի առաջին մասով։ Իշխող խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն անդրադարձել է Փաշինյանի կողմից իր հասցեին հնչեցրած խոսքերին։ Օրեր առաջ Փաշինյանը պատասխանելով Հայկ Սարգսյանին ԿՊ նախընտրական ցուցակում չընդգրկելու մասին հարցին ասել էր. «Ես չեմ կարծում, որ այդ քննարկումների բովանդակությունը հանրային դարձնելուն ուղղված գործողությունները բխում են պարոն Սարգսյանի շահերից։ ԿՊ վարչության նիստի ժամանակ ամիսներ առաջ խիստ նկատողություն է հայտարարվել պարոն Սարգսյանին։ Դա ունեցել է կոնկրետ պատճառ, որին հետևել են իրավական գործընթացներ։ Այդ պատմությունն ընդամենը մեկ բանի մասին է, որ ԿՊ-ն իր անդամների ոչ կանոնավոր կոռուպցիոն տեսանկյունից խնդրահարույց գործողությունները չի հանդուրժելու, սա պետք է պարզ լինի բոլորի համար»։ Ի պատասխան վարչապետի վերաբերյալ հարցին Հայկ Սարգսյանը ասել է. «Ես չեմ ցանկանում, որպեսզի ստեղծվի հերրակա բանավեճի տպավորություն, երբ ես փորձեմ անդրադառնալ կամ մեկնաբանեմ վարչապետի մտքերը։ Ամեն դեպքում որոշ շարժանավող լուրերի կցանկանամ անդրադառնալ, նշեմ, որ որևէ գործով ես չեմ անցնում, չեմ անցել
Քաղաքացիական պայմանագրի կուսակցությունը որևէ քննարկման ժամանակ համենայն դեպս իմ ներկայությամբ որևէ մեկին չի մեղադրել կոռուպցիոն որևէ սխեմայի կամ գործարքի կամ երևույթի մեջ։ Ես մամուլից տեղեկացել եմ, որ ըստ մամուլի հրապարակումների իհարկե որոշ վարչության անդամներ իմ բացակայությամբ ինձ մեղադրել են որևէ կոռուպցիոն կամ ոչ կոռուպցիոն ինչ-որ գործերի մեջ։ Նշեմ, եթե այդպիսի բան եղել է, դա քաղաքացիական պայմանագրի կուսակցության կանոնադրության կոպտագույն խախտում է, որովհետև քաղաքացիական պայմանագրի կուսակցության կանոնադրության 21-րդ հոդվածի 7-րդ կետը հստակ ասում է, որ կուսակցականը իրավունք ունի ներկա գտնվելու իր հարցի քննարկմանը եւ պետք է ապահովի քննարկվող հարցի վերաբերյալ իր կարծիք արտահայտելու հնարավորությունը։ Իմ այս իրավունքը չի պահպանվել, եթե նորից եմ կրկնում իմ բացակայությամբ որևէ մեկը ինձ մեղադրել է կամ փորձել է վարչապետի մոտ տպավորություն ստեղծել, որ ես կոռուպցիոներ եմ կամ որևէ կոռուպցիոն սխեմայի մեջ ներգրավված եմ։ Եպիսկոպոսաց ժողովի կազմակերպման աշխատանքները ընթանում են, ինչպես արդեն հայտարարվել է, ժողովը տեղի կունենա Ավստրիայում։ Այս մասին հայտարարել է Մայրաթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի Քահանա Արթենյանը։ Հարցին մտավախություն ունեն, որ օդանավակայանում կփորձեն թույլ չտալ հոգևորականների մեկնումը եւ այդպիսով խոչընդոտել ժողովի կայացմանը, Տեր Եսային պատասխանել է, թե ոչինչ կանխատեսել չեն կարող, այս պահին կազմակերպչական աշխատանքներ են իրականացնում։ Հայտնի է, որ հայ առաքելական եկեղեցու եպիսկոպոսաց ժողովը կկայանա Ավստրիայի Սանկտ Փյոլթեն քաղաքում փետրվարի 16-ից 19-ը։ Միքայել Սրբազանը փաստաբանների միջոցով գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների Եվրոպական դատարանին Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայով երաշխավորված իր իրավունքների խախտման փաստերով։ Գանգատում նշվել է Միքայել Սրբազանի անօրինական կալանավորման արտահայտվելու ազատության խախտման, ինչպես նաև ազատությունից զրկելու եւ քրեական հետապնդումը քաղաքական նպատակներով իրականացնելու վերաբերյալ փաստեր եւ փաստարկներ։ Պաշտոնական այցով Մոսկվայում գտնվող Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 5-ին հանդիպել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ։ Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգին վերաբերող հարցերի լայն շրջանակ, ինչպես քաղաքական ու տնտեսական, այնպես էլ կրթական եւ մշակութային, շեշտը դնելով մասնավորապես միջխորհրդարանական համագործակցության զարգացման վրա։ Կողմերն ընդգծել են միջխորհրդարանական կապերի երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից ունեցած կարևոր դերը առանձին անդրադարձ է կատարվել օտարերկրյա քաղաքացիների վերաբերյալ ռադաօրենսդրության մեջ կատարված միգրացիոն կանոնների փոփոխություններին, մասնավորապես դրանց հետևանքով դեպի Ռուսաստան բեռնափոխադրում իրականացնող հայ վարորդների համար առաջացած խնդիրներին եւ դրանք կարգավորելու ուղղությամբ իրականացվող քայլերին։ Կողմերը քննարկվել են նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության գործընթացին վերաբերող, ինչպես նաեւ տարածաշրջանային հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ արդյունավետ քննարկումներ է ունեցել Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ Դիեգո Գարսիա կղզու վերաբերյալ, որտեղ գտնվում է ԱՄՆ-ի խոշոր ռազմաբազան։ Նրա խոսքով բազան ռազմավարական նշանակություն ունի Հնդկական օվկիանոսում եւ կենսական է ԱՄՆ ազգային անվտանգության համար։ Թրամփը ընդգծել է, որ անցած տարվա ռազմական գործողությունները հաջողությամբ են իրականացվել զորքերի ժամանակակից տեխնիկայի եւ ռազմավարական դիրքի շնորհիվ։ Նա նախազգուշացրել է, որ եթե ապագայում վարձակալության պայմանագիրը չեղյալ հայտարարվի կամ որևէ մեկը սպառնա բազայի գործունեությանը, ինքը իրավունք է վերապահում ամրապնդել ամերիկյան ներկայությունը եւ պահպանել ռազմական անվտանգությունը։ Թրամփը նաև շեշտել է, որ երբեք թույլ չի տա, որպեսզի ԱՄՆ ներկայությունը խաթարվի կեղծպնդումներով, շրջակա միջավայրի հետ կապված անհեթեթություններով կամ քաղաքական ճնշումներով։ Նրա խոսքով սա հիմնարար է ոչ միայն ռազմական, այլև միջազգային ուժային հավասարակշռության ապահովման համար։ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը Պարսից ծոցում կալանել է օտարերկրացի անձնակազմով 2 լցանավ, կասկածելով վառելիքի տարանցման մեջ։ Այս մասին հաղորդում է Թասնիմ լրատվական գործակալությունը։ 2 նավերի տախտակամածում հայտնաբերվել է ավելի քան 1 միլիոն լիտր տարանցվող վառելիք, իսկ անձնակազմի 15 օտարերկրացի անդամները տեղափոխվել են դատարան, նշվում է հաղորդագրությունում։ ԻՀՊԿ-ի հաղորդմամբ լցանավերը կալանվել են Իրանի Ֆարսի կղզու մոտակայքում։ Միացյալ Նահանգները կարող է համագործակցել Ռուսաստանի հետ որոշակի ոլորտներում, որտեղ նրանց շահերը հատվում են, չնայած Ուկրաինայի հակամարտությանը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։
Երբ մարդիկ ասում են, դուք չեք կարող համագործակցել Պուտինի հետ, քանի որ համաձայն չեք Ուկրաինա ներխուժման հետ, նախագահը հստակ պատասխանում է. Պուտինը չպետք է ներխուժեր Ուկրաինա, մենք աշխատենք դա կանխելու համար, բայց կարող են լինել համագործակցության ոլորտներ, ասել է Վենսը։ Նրա խոսքով այս դիրքորոշումը համապատասխանում է նախագահ Դոնալդ Թրամփի արտաքին քաղաքականության մոտեցմանը, որը հիմնված է պրագմատիզմի եւ ազգային շահերի վրա։ Ամերիկացի առաջնորդը աշխարհը չի բաժանում ընկերների եւ թշնամիների, այլ աշխատում է որոշակի դաշինքների եւ շահերի հետ։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Ֆրանս 2-ին տված հարցազրույցում հույս է հայտնել, որ Ռուսաստանի հետ հակամարտությունը կկարգավորվի 1 տարուց էլ պակաս ժամանակահատվածում։ Նա նշել է, որ հակամարտությունը գոյության հարց է Ուկրաինայի համար, քանի որ դա անկախության հարց է։ Վերջինս հույս է հայտնել, որ Կիևը չի պարտվի։ Պետության ղեկավարը շեշտել է, որ հակամարտությունը պետք է լուծվի դիվանագիտական ճանապարհով։ Ես հույս ունեմ, որ խաղաղություն կհաստատվի 1 տարուց էլ պակաս ժամանակահատվածում, հավելել է Զելենսկին։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը իր երկրին պատրաստում է պատերազմի, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ Երբ Ֆրիդրիխ Մերցը զբաղեցրեց կանցլերի պաշտոնը, նա արեց վառ հայտարարություններ, որոնք լուրջ մտորումների տեղիք են տալիս։ Սկզբում նա հայտարարեց, որ հանել է ռազմական կարիքների համար նախատեսված ծախսերի սահմանադրական սահմանափակումները։ Այնուհետև նշեց, որ այդ ամենը անհրաժեշտ է, որպեսզի Գերմանիան կրկին, ընդգծում եմ այդ բառը, դառնա Եվրոպայի գլխավոր ռազմական ուժը, ասել է Լավրովը։ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ կանցլերի նման հայտարարությունները լրջորեն արտացոլում են նրա մտածելակերպը եւ այն ուղղությունը, որով շարժվում են նրա մտքերը։ Լավրովը հավելել է, որ Մերցը բազմիցս կրկնել է այդ միտքը իր ելույթներում, ինչը գործնականում խոսում է Գերմանիան պատերազմի նախապատրաստման ընթացքի մասին։ Տեսնում ենք, որ արևմուտքում պատմությունը վատ են սերտում, հատկապես Գերմանիայում, ընդգծել է ՌԴԱԳ նախարարը։ Wall Street Journal-ը հաղորդում է, որ Եվրոպան պատրաստ չէ Ռուսաստանից հնարավոր ռազմական հարձակմանը։ Վերջերս կազմակերպված ռազմական խաղի արդյունքում մոդելավորվել է Ռուսաստանի հարձակումը Լիտվայի վրա։ Մասնակցել են Գերմանիայի եւ ՆԱՏՕ-ի 16 նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ, օրենսդիրներ եւ ռազմական փորձագետներ։ Արդյունքները ցույց են տվել, որ եվրոպական կառավարությունները չունեն բավարար պատրաստվածություն նման ճգնաժամի դեմ։ Ամսագրի վերլուծաբանները ընդգծել են, այս բացահայտումը պետք է ազդի ռազմավարական ծրագրավորման եւ անվտանգային ռազմավարությունների վրա ամբողջ աշխարհում։ Եղանակը առաջիկա օրերին հանրապետության տարածքում փետրվարի 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, փետրվարի 7-ից 10-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, նախալեռնային եւ հովտային շրջաններում ձնախառն անձրևի եւ անձրևի, լեռնային շրջաններում ձյան տեսքով, լեռնային առանձին շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, քամին հարավարևմտյան 2-ից 5 մետր վարկյան, փետրվարի 7-ից 10-ը առանձին շրջաններում սպասվում է նաեւ քամուշ գնացում 13-ից 16 մետր վարկյան արագությամբ, օդի ջերմաստիճանը փետրվարի 6-ից 9 աստիճանաբար կբարձրանա 6-ից 10 աստիճանով։ Երևան քաղաքում փետրվարի 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, փետրվարի 7-ից 10-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են կարճատև տեղումներ անձրևի եւ ձնախառն անձրևի տեսքով։